Բարի երեկո, սիրելի բարեկամներ։ Մի քանի օր առաջ մամուլը տեղեկություն տարածեց այն մասին, որ Նուբարաշեն քրեակատարողական հիմնարկում դաժան ծեծի են ենթարկվել ցմահ-դատապարտյալները։ Ես չեմ կարող ասել, թե այս լուրը որքանով է համապատասխանում իրականությանը, բայց կարծում եմ, որ իրավասու մարմինները պարտավոր են նշանակել եւ անցկացնել ծառայողական քննություն, պարզելու նշված տեղեկության իսկությունը, հերքելու կամ հաստատելու այն, իսկ համապատասխան հիմքերի առկայության դեպքում հարուցելու քրեական հետապնդում եւ մեղավոր անձանց ենթարկելու քրեական պատասխանատվության։ Սա իմ համոզմունքն է, սակայն կուզենամ այս առիթն օգտագործել եւ ընդգծել, որ այս իշխանությանը չհաջողվեց այս տարիների ընթացքում ստեղծել այնպիսի դատաիրավական համակարգ, որի գործունեությունը կասկածի տեղիք չէր տա եւ կասկած չէր հարուցի հանրության տարբեր շրջանակներում։ Ցավոք սրտի այս տարիների ընթացքում չստեղծվեց այնպիսի ոստիկանություն, այնպիսի դատաիրավական համակարգ, որի գործունեության արդյունքում մեր հասարակությունը կվստահեր իր ոստիկանին, կվստահեր իր զինվորականին, կվստահեր իր քրեակատարողական աշխատակցին, կվստահեր արդարադատության համակարգի ներկայացուցիչներին։ Խզվեց այդ կապը, չստեղծվեց այն վստահության հիմքի վրա հարաբերությունների այն մակարդակը, որի արդյունքում կձևավորվեր իսկապես հասարակություն, քաղաքացի, պետություն, միմյանց նկատմամբ հարգանքի ու փոխվստահության արժանի հարաբերություններ։ Սա նշանակում է մի բան. այս իշխանությունը չկարողացավ ստեղծել այդպիսի արդյունավետ կառավարման արդյունքում այդպիսի ոստիկանություն եւ այդպիսի իրավապահ համակարգ։ Եվ այստեղ էլ այս իշխանությունը պարտվեց իր անարդյունավետ կառավարմամբ, ստեղծելով կառավարման համակարգում, որ բոլոր ոլորտերի համատեքստում ճգնաժամ։ Նիկոլ Փաշինյանն ու իր թիմի քաղաքական մտքի սնանկության արդյունքները մենք խաղում եւ տեսնում ենք նաեւ իրավապահ համակարգում։ Սիրելի բարեկամներ, Հայաստանի Հանրապետության իրավապահ մարմինները դրանք այն բացառիկ մարմիններն են, որոնք օժտված են ուժի կիրառմամբ։ Սակայն այդ ուժի կիրառումը պետք է լինի համաչափ, իրավաչափ, բխի կոնկրետ իրադրությունից, դուրս չգան իրենց լիազորությունների շրջանակից եւ ապահովեն իրավունքի գերակայությունը։ Ցանկացած այլ դեպքում որևէ իրավասու մարմնի կողմից բռնի գործողությունը դա լիազորությունների չարաշահում է, որը պարտադիր կերպով ենթակա է իրավական գնահատականի։ Ես հույս ունեմ, որ մենք մի օր կունենանք այնպիսի ոստիկանություն, այնպիսի դատաիրավական համակարգ, որի գործողությունները կասկած չեն հարուցի, որի գործողությունների նկատմամբ հանրությունը երբեք թերահավատորեն չի վերաբերվի եւ որի գործողությունների նկատմամբ հանրությունը կդրսևորի մեծագույն հարգանք ու պատասխանատվության զգացում։ Ես խորապես համոզված եմ, որ մենք մի օր ունենալու ենք արդար հասարակություն, արդար Հայաստան եւ իրավունքի գերակայության վրա հիմնված ազատ, հզոր երկիր ու պետություն։